ներսում գտնվող թիմը նաև օգնում է մեծահասակներին, որպեսզի կարողանան օգտվել եւ ոչ միայն հենց սոցիալական հարթակներից, այլ նաև տարբեր on-line պլատֆորմներից, քանի որ դրա անհրաժեշտությունը լինում է մեկ անհրաժեշտ է լինում, որ իրենք կարողանան հասկանալ թե ինչպես որևէ գնում կատարեն կամ կարողանան հասկանալ ինչպես է ընդհանրապես տվյալ հավելվածը աշխատում կամ կարողանան ճիշտ զանգ կատարել, ճիշտ մեկնաբանություն գրել եւ այդ ամենը ընթացիկ փորձում ենք նաև չակերտավոր փափուկ հմտությունների միջոցով թիմի կողմից տրամադրել։ Եվ կուզեի, որ եթերի հնարավորությունից օգտվելով դուք հիշեցնեիք մեզ լսող մարդկանց հրավիրեիք նոր դասընթացի մեկնարկին, այն կարծես թե հոկտեմբերի 6-ին է տրվելու։ Այո, ես կօգտագործեմ այս առիթը եւ քանի որ հենց ձեր հաղորդումն է երկրորդ շնչառություն է կոչվում, գուցե նաեւ հենց հղում անելով, որ մենք բոլորս տարբեր հարցեր ունենք, ընտանիք, աշխատանք կամ գուցե որոշակի այսինքն պարտավորություններ, բայց շատ կարեւոր է անընդհատ կրթվել, անընդհատ նոր բաներ սովորել եւ ինչպես պարոն Ռուբենն է նշեց, շատ կարեւոր է ժամանակից հետ չմնալ։ Դա օգնում է եւ հասկանալ թորնիկներին, երեխաներին կամ ընդհանրապես շրջապատող աշխարհը եւ օգնում է ինքնուրույն փոքրիկ հաղթանակներ ունենալ։ Ընդհանրապես ես սա հոգեբանության դաշտ կտանեմ, երբ որ մարդիկ ունենում են փոքրիկ հաղթանակներ, այսինքն իրենց մոտ ինչ որ մի բան է ստացվում, իրենք երջանկանում են։ Եվ ես կուզեմ, որ շատ մասնակիցներ գրանցվեն, գան, ստանան այդ երջանկության կտորները, երբ որ կկարողանան ինքնուրույն իրենց առաջին մեյլը բացել, երբ որ կկարողանան ինքնուրույն ինչ որ գործողություն կատարել համակարգչով, երբ որ կկարողանան ճիշտ տեղում մեկնեցնել, ինչ որ մի հարցում ուղարկել, չէ՞, կարևոր իրենց համար կարևոր։ Այո, կհասկանան ընդհանրապես ինչ է ընդհանրապես այդ վախենալու դաշտը, որ իրենք անընդհատ փորձում են թորնիկներից հարցնել, երեխաներից հարցնել, բայց իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Այնպես որ անպայման գրանցվեք։ Մենք հայտադիմումները եւ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի էջում ենք տարածել եւ հենց հայ-հնդկական գերազանցության կենտրոնի էջում ենք տարածել։ Շարության էջերում էլ տեղադրել ենք, հրավիրել ենք բոլորին։ Եվ եկեք հիշեցնենք, որ դասընթացը անվճար է, որովհետեւ նաեւ 60+ մարդիկ երբեմն բացի այն, որ ժամանակ չունեն հատկացնելու, չեն գտնում, բացի այն, որ մտածելակերպի պատճառով խորշում են նոր բան սովորել, անհարմար են զգում, ամաչում են երբեմն, բայց նաև ֆինանսական բաղադրիչն էլ կա։ Եկեք շեշտենք, որ ծրագիրը անվճար է։ Շնորհակալ եմ այդ կարևոր կետին անդրադառնալու համար։ Այո, մեր թիմի համար էլ է սա շատ կենսական, քանի որ մենք հասկանում ենք, որ սա օգտակար նախաձեռնություն է հանրությանը, եւ այո, դասընթացը անվճար է բոլոր մասնակիցների համար, այնպես որ խրախուսում ենք, որպեսզի գրանցվեն, մասնակցեն եւ այս հնարավորությունից օգտվեն։ Իսկ որ օրերին, որ ժամին, որքան տևողությամբ, ինչ խմբեր են, քանի հոգանոց։ Մենք հիմնականում ցանկանում ենք, որպեսզի խմբերը չլինեն, այսինքն չգերազանցեն 15-ը, քանի որ այդպես եւ ինչպես պարոն Ռուբենը ներկայացրեց, շատ մանրամասն է աշխատում, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ստանալ անհատական մոտեցում եւ նաեւ ժամանակը բավարարի, ուստի դասընթացները այս անգամ տևողությունը 1.5 ամիս է, շաբաթական 3 անգամ, 2 շաբթի, 4 շաբթի եւ ուրբաթ ժամը 4-ին։ Դե կդիմեն մանրամասնել կիմանան։ Իզաբելա, ինչ է ներառում բազային համակարգչային գրագիտություն դասընթացը, ինչ են սովորում այդ դասերին։ Այս դասերին մի քանի փուլերով գիտելիքներ են ստանում, նախ եւ առաջ, քանի որ մենք ընդհանրապես մոռանում ենք, որ մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ընդհանրապես իրենց կյանքում չեն առնչվում համակարգչի հետ եւ իրենց աշխատանքը կարող է լինել խորարարություն, վարպետություն եւ այլն, եւ ինչ որ բայի չի հաջողվել եւ այս մարդիկ չեն պատկերացնում ընդհանրապես լավ ինչ է համակարգիչը։ Նախ եւ առաջ ծանոթանում են, թե ինչ է համակարգիչը, ինչ հնարավորություններ ունի համակարգիչը, ինչպես կարող են օգտագործել, միացնել, անջատել, մեզ համար գուցե տարական բաներ են թվում, բայց դրանք շատ կարեւոր են։ Դրա հետ զուգահեռ նաեւ ամենակարևոր հարցին են անդրադառնում, թե ինչ է ընդհանրապես ինտերնետը, համացանցը, ինչպես գրագետ օգտվել, ինչպես ճիշտ օգտվել, եւ դրա հետ զուգահեռ, այսինքն կարողանում են նաեւ հասկանալ, թե ինչ է էլեկտրոնային նամակների այդ դաշտը, աշխարհը, ինչպես գրագետ օգտվել, ինչպես այնպես անել, որ այդ ամեն ինչը լինի անվտանգ, եւ այդ ամբողջական փաթեթը ամրապնդվում է նաեւ մի փոքր Microsoft Office-ի փաթեթով, որպեսզի իրենք կարողանան ինչ-որ ընթացիկ բաներից
տեղեկություններ ստանալ, բայց նախ եւ առաջ մեզ համար կարեւոր է անվտանգ կիրառել համակարգիչը եւ կարողանալ օգտվել համացանցից, ստանալ տեղեկություններ, կիրառել կյանքում։ Ծրագրի հիմքում հենց ծրագրի նախաձեռնողները այդ կարևորությունն են դրել եւ շատ ուրախ ենք, որ մեզ հետ ունենք մասնագետներ, որոնք այդ համբերատարությամբ այդ ամեն ինչը իրականացնում են եւ հաշվի առնելով, որ իսկապես մեծահասակները կարիք ունեն ստանալու այդ գիտելիքները, շփվելու, սովորելու եւ որոշակի այսինքն միջավայր ունենալու համար, երևի դրանով էլ պայմանավորված է ծրագրի հաջողությունը։ Երկարակեցությունը։ Այո, երկարակեցությունը։ Ինչքան ժամանակ է արդեն այս ծրագիրն իրականացվում է, ովքեր են հեղինակները, ում նախաձեռնությունն է եւ տարիների ես գիտեմ, որ տարիների մասն է խոսքը, ինչ է ցույց տալիս շարունակականություն եւ ապացույց է, որ կենսունակ ծրագիր է, բայց ավելին ասեք։ Շատ բարի, նախ եւ առաջ նշեմ, որ ծրագիրը իրականացված ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իր հայ-հնդկական գերազանցության կենտրոնի միջոցով եւ համագործակցությամբ ծրագրի ակունքները, ինչպես նշեցիք, շատ վաղուց են գալիս, մոտավորապես մենք խոսում ենք 12 տարվա ժամկետների մասին եւ հիմնական, այսինքն առանց թե ինչպես է սկսվել այս նախաձեռնությունը, ինձ թվում է բոլորս էլ մեր կյանքում ինչ որ պահի ուզեցել ենք սովորեցնենք մեր ծնողներին, տարիքով մարդկանց եւ մտածել ենք ինչքան հավես կլիներ ու կարեւոր կլիներ, եթե մեկը լիներ, որ այդ ամենը բացատրեր, քանի որ գիտենք, որ դա համբերատարության հետ է կապված, կարեւոր է հասկանալ, թե ինչպես շփվել մեծահասակների հետ։ Եվ մեկ էլ մի վերջին հարց, ձեր ամենա, այսպես ասենք, մեծահասակ տարիքով աշակերտուհին քանի տարեկան է եղել։ Եվ արդյոք հաճախել է ասեմ, անկեղծ ասեմ, ես չեմ հետաքրվում իրանց տարիքի հետ, կարող է վիզուալ ինչ-որ թիվ ասեմ, բայց դա սխալ կլինի, ով որ գրանցում են մեր ժողովրդին, բնականաբար իրանց անձնագիրը վերցնում են, որ իմանան ով այն ինչ-որ հարցեր լինեն դիմեն այդ հարցերով, դժվար է, ես չեմ կարող ստույգ այդ ձեր հարցին պատասխանել։ Իսկ միջին տարիք կա, Իզաբելա։ Ես հստակ գիտեմ, որ մենք ունեցել ենք մասնակից 83-84 տարեկան, որ փորձել է բախտը, որպեսզի կրթական ծրագրի միջով անցնի եւ մեր թիմը խրախուսել է եւ երևի թե դա դեռևս ամենաբարձր շեմն է եւ մի օգտվելով արդից, քան որ տարիքի թեմայից ենք խոսում, հետաքրքիր է, որ մենք սկզբում հենց 60+, 55+ տարեկան մարդկանց համար էինք այդ ամեն ինչ արել, բայց արդեն մենք մի փոքրել ենք շեմը իջեցրել եւ դարձրել ենք 50-ից եւ ավել տարիքի մարդկանց համար, քանի որ մենք նկատել ենք, որ շատ մարդիկ իսկապես կարիք ունեն, այնպես որ մենք բացենք 50 եւ ավել մինչեւ 90, 100 բոլոր ցանկացողների համար, ովքեր վիճակի են եւ ցանկություն ունեն սովորելու։ Երբեք ուշ չէ կրթվելու համար եւ տարիքներ խոչընդոտ չէ նոր բաներ սովորելու համար, այլ ընդհակառակը։ Լինի միայն ցանկություն։ Պարոն Մելքոնյան, ես ձեզ չէի տեսել, բայց ձեր համբերատարության մասին առասպելները ինձ հասել էին։ Որքան ժամանակ եք որ այս ծրագրում ընդգրկված եք եւ ինչ բացի համբերատարություն, ինչ որակներ եք հանդես բերում, որպեսզի 55 եւ ավելի տարեկան մարդկանց սովորեցնեք համակարգչային բազային գրագիտություն։ Ես մասնակցել եմ հենց բացման օրից։ Համբերատարությունը դե բնական է այն իմաստով, որ ես գիտեմ ում հետ եմ գործանում։ Մոտեցումը իմ մոտ որոշ չափով լինում է նաև անձնական, այսինքն դասի ժամանակ տեսությունը իրանց բացատրում եմ, ինչ-ինչոց ոնց է իրականացում եւ անձամբ մոտենում եմ ամեն մեկին, տեսնեմ թե իրանք ոնց են իրականացնում այդ ամեն ինչը։ Իրանք դժվար են աշխատում,